պիտի բրկես իզուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դες շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում է, առաջին հայացքը ողջ է ասում։ Ծառան պիտի իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորուն է, բայց անդոտ չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար են։ Բարի առավոտ էլի բարեկամներ, բարին թող հաղթի, բարին թող գերիշխի, Փառք Տիրոջը։ Եվ այսօր մեզ միացել է մեր սիրելի Հովհաննես Կիրակոսյան եղբայրը, այսօր պետքա իրոք վստահ պետքա օրհնվենք իր խոսքի միջոցով։ Եվ Հովհաննես եղբայր, բարի լույս, ինչպե՞ս եք։ Բարի լույս եղբայրս։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ միացավ մեզ։ Այո, նորից հանդիպեցինք եւ պիտի փորձենք մոտենալ ավելի Տերոջը ճանաչելու, նրան սիրելու եւ նմանվելու։ Ամեն, Փառք Տիրոջ։ Այո։ Հովհաննես եղբայր, այսօրվա թեման շատ հրաշք վերնագիր ունի, Գաղատացիչ 4-րդ գլխի 9-րդ խոսքն ես մեկնարկային համար որպես վերցրել, վստահ եմ, որ այն պետքա զարգանա եւ հրաշալի իրոք թեմա է։ Ես հենց նոր կարդացի այդ տողերը եւ եթե թույլ տաս ես նախաբան ասեմ ինչ-որ մի փոքրիկ, այս անգամ տարօրինակ բան եմ ասում, բայց այստեղ Հովհաննեսը խոսում է հենց այս սկիզբն է տալի այս մտքի, բայց հիմա որ ճանաչեցիք Աստծուն, ինձ կպավ հիմա բառը շատ կարևոր իմաստ ունի իր մեջ, ոչ թե հետո պետքա ճանաչեք, այլ արդեն ճանաչած պետքա լինեք, արդեն ճանաչեցիք եւ համաձայն ես, որ ընդհանուր առմամբ ավետարանի բովանդակությունը թե Հիսուսի խոսքերը, թե առաքյալների միշտ ինչ որ շեշտ ունի հիմայի վրա, ոչ թե հետոյի վրա։ Անշուշտ հետաքրքիր է, չէ։ Հիմա անշուշտ այստեղ հիմա բառը նաեւ ըմբռնվում է, որ արդեն, այսինքն արդեն որ հիմա որ բայց իհարկե ընդհանրապես Աստված միշտ ներկա ժամանակն է։ Սա շատ մեծ խոր իմաստ ունի։ Այո, եւ բնական է, որ երբ որ իր մասին են խոսում, նաեւ իր որդիների մասին եւ նրա որդիների առաջնեկ եղող Հիսուս Քրիստոսի մասին, միշտ այդ գաղափարը կա, որ նա հիմա է, նա է, նա կա, Ալելույա, իր եսեմ բնույթի մեջ կա հենց ներկան, լինելիությունը կա, ավելի ճիշտ հավիտենական է, դա ամեն ինչ ասվում է, նրա հավիտենական բնույթը նշանակում է ժամանակին չի ընդգում, դուրս է ժամանակից, այսինքն ըստ էության անցյալ, ապագա եւ այլն չկա, նա այն ներկան է, որը մեզ համար գաղտնիք է, ամեն, մենք ներկան չգիտենք, չենք ճանաչում, դժվար է հասկանալ, ըմբռնել մարդու համար ներկան, չի բռնվում, չես կարողանում կանգնեցնել, որ փորձես հասարել։ Շատ լավ բան եք ասում, այո։ Եվ կարող ենք ասել, որ հիման կարծես թե երբ որ ասում ենք հավիտենություն, այդ դա հիմայի հետ է կապված։ Շատ բան չենք կարող դրա մասին։ Հիմա կամ այս պահին կամ պահ հասկացողությունը եւ այլն, բայց ասում եմ մենք անըմբռնելի է։ Ամեն։ Ներկան անըմբռնելի է, ուստի ինչպես ինքն է անըմբռնելի։ Փառքեստե։ Հենց քիչ հետո խոսենք այդ մասին, որովհետեւ խոսքը կգնա նաեւ
ճանաչելու եւ գիտություն ունենալու նրա մասին տարբերություններ Գիտեք ինչու Հովանես եղբայր սա էլ ասեմ եւ երկից հետո արդեն դուք եք ընդհանուր առմամբ Հովան թեման դուք պետքա բերեք բայց ինչի ես հիմայի վրա հատուկ շեշտ դրեցի որովհետեւ մարդու բանականության մեջ կամ գիտակցության մեջ միշտ ամեն ինչ հետոյի վրա է այսինքն հետո կճանաչենք, հետո երբ որ հանդիպենք, այդ ժամանակ ավելի կհասկանանք։ Ինչ որ ճիշտ բաներ կա, բայց այդ հիման ինչքան կարևոր է, որ մենք դրա վրա շեշտ դնենք։ Եվ կարծես թե Պողոսն էլ այստեղ հենց դրա վրա է շեշտ դնում։ Ինչևից է, բայց շատ կարևոր է։ Այո, ես օրինակ նկատել եմ, որ օրինակ փրկության վերաբերյալ մենք 3 տեսանկյուն ունենք Սուրբ Գրքի մեջ։ Նա ներկայացվում է անցյալ ձևով, որ փրկված ենք։ Ներկայացվում է, որ փրկվում ենք։ Եվ փրկվում ենք։ Այս 3-ն էլ կա։ Այո։ Հետաքրքիր բան է, եւ բայց եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ 3-ը կա, եւ սա իր իհարկե ճշմարտության կողմը ունի Աստծո խոսքն է բայց իհարկե նա ինչ որ ներկա պետք է լինի թողնել անցյալի մեջ կամ մեր երևակայության մեջ սխալ կլինի ներկան իր տեղը պետք է ունենա անցյալը իր տեղը եւ ապագան իր տեղը այսինքն ստեղ Քրիստոնյայի, այսինքն վերստին ծնվածի գիտակցության մեջ պետքա լինի մի կարևոր կետ, չկորցնել հիման, անցյալի ու ապագայի պատճառով։ Ինչ-որ տենց մի գիտակցություն շատ կարևոր։ Ինչ-որ կներես մի փոքր։ Այո։ Առաքյալը հիմա է, երբ որ լսեք, ձեր սրտերը չկարծված։ Այո։ Փարտերոջը իհարկե համարեմացում որ այդ գաղափարը կա բայց դա վերաբերում է իհարկե մեզ այսինքն արարչությանը որը ժամանակի եւ տարածության ենթակա է երբ որ իրեն ենք նայում որ իր էության տեսանկյունից տեսնում ենք որ ինքը անըմբռնելի այդ հավիտենական լինելն է ներկան ամեն Շատ լավ, ահա, ասեք։ Կա, որ ասում ենք, կա, նշանակում է Եթե ասում եմ սա բաժակ է, ուրեմն կան։ Կա։ Ոչ թե լինելու է, տարբերից։ Այո, հենց այդ մեր հայերենի են, որը մենք հաճախ գործածում ենք նրա էությունը նկարագրելու։ Ամեն, շատ հետաքրքիր կարևոր բան ասացիք։ Շատ լավ, մի երկից հետո կմիանանք եւ կանցնենք բուն թեմային, ճանաչել եւ ճանաչվել։ Իսկ հիմա մեզ Էլիադա Սայադյան քրոջ կատարմամբ իր հեղինակային երգն է, եկեք ըմբոշխնենք, որը կոչվում է Մեր կյանքը։ Հենց այդպես։ Մեր կյանքը խենդ փոթորկվող մի ծով, որտեղ սուզվում են մեծ նավերը, իսկ ես լողում եմ փոքրիկ մի մակույկով, որովհետև ինձ հետ է Տերը, քայլերս վստահ, ոտքերս ամուր, քանզի գիտեմ ինձ հետ է նա ամենուր, ուրախ թե տխուր, արթուն թե քնած, որտեղ էլ լինեմ, կողքիս է կանգնած։ Ու եթե մի օր սայթակեմ հանկարծ, նա կբարձրացնի իր որդուն ընկած, կլվա վերքերս, կբուժի հոգիս, և երբ քայլեմ նորից, նա կքայլի կողքիս,
հանգած կլվա վերքերս կբուժի հոգիս և երբ քայլեմ նորից նա կքայլի կողքիս մեր կյանքը խենդ փոթորկվող մի ծով որտեղ սուզվում են մեծ նավերը իսկ ես լողում եմ փոքրիկ իմ մակույկով որովհետև ինձ հետ է Տերը Որովհետև ինձ հետ է Տերը, իսկ եթե Պողոսը ասում է, Պողոս Առաքյալը ասում է, եթե Տերը մեր կողմից է, ապահով եմ ես կարող լինել հակառակ, բար Տիրոջը, Հովհաննես եղբայր, մենք սիրով լսում ենք քեզ։ Ուրեմն ես նկատեցի այս համարից ելնելով, որ կա ճանաչել և իր կողմից ճանաչվել, այսինքն Աստծո կողմից ճանաչվել։ Ինչպես ասում է, եկեք կարդանք այդ համարը, ուրեմն Գաղատացիս 4-րդ գլուխ 9 համար։ Ասում է, բայց հիմա որ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ թե Աստվածանից ճանչվեցաք, ինչպես եք կրկին ետ դառնում դեպի այն տկար և աղքատ սկզբունքները, որոնց կամենում եք դարձյալ ծառայել։ Այս գլուխը մեզ հայտնի է, որ ցույց է տալիս, այսինքն հինուխտի բնույթը, օրենքի տակ լինելու բնույթը, այսինքն մեր եսով օրենք կատարելով փորձել Աստծո սիրուն պատասխանել, այսինքն սիրել նրան, որտև դա էր նպատակը, այս օրենքը պահեք և դրանով ցույց տվեք, որ ինձ սիրում եք ձեր ամբողջ հոգով, կարողությամբ, զորությամբ։ Միևնույն սա առաջին, միևնույն ժամանակ թեև հինուխտի մեջ սրանք տարբեր տեղեր են գրված, իրար չեն հաջորդում, բայց Հիսուս մեզ սովորեցրեց, որ սրանք հաջորդական են, առաջին, երկրորդ տեղեր ունեն, ընկերդ սիրես քո անձիդ պես։ Ուրեմն ես շատ անգամներ այս հարթակի մեջ և այլուր նշել եմ, որ Աստծուն սիրելը և միմյանց սիրելը անբաժան են։ Այո։ Դրանք անպայմանորեն համընթաց Ես հիշում եմ այդ խոսքը, այո։ Այո, ես դա ներկայացրեցի տարիներ առաջ որպես դրույթ, որպես թեորեմա Սուրբ գրային։ Միայն դա չէ, 4-ը, բայց կոնկրետ այսօր դրա մասին է։ Եվ ինչ ենք այստեղ նկատում, որ Աստծուն ճանաչելը կարող է չտանել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Շատ զարմանալի է։ Ճանաչեցիք, մանավանդ ճանաչվեցիք, ինչպես է լինում, որ գնում եք հին ուխտի, այսինքն երկկողմանի բնույթ ունեցող ուխտի տակ, որտեղ անպայմանորեն պահանջվում էր մեր եսի գոյությունը, որտեղ երկկողմանին դրանում է կայանում, որ Աստծո և Իսրայելի մեջ էր այդ պայմանագիրը, Իսրայելը ներկայացնում էր մի ուրիշ, մի ամբողջություն, մի ես։ Այդտեղ այդ եսը ուներ իր ազատ ընտրության իրավունք։ Այդ պատճառով է, որ նրանց առջև հնարավոր էր դնել կյանքը և մահը և ասել, հիմա դու, քանի որ ինձնից առանձնացված մի ես ես, կյանքը ընտրիր, որպեսզի ապրես։
տեսնում եք, ուրեմն սա էր, ինչը որ նույնը չի նոր ուխտի վերաբերյալ, որտեղ ըստ իմ համոզման նոր ուխտը երկկողմանի ուխտ չի, նոր ուխտը միակողմանի ուխտ է, Աստված ինքը որոշում է և շնորհում է մեզ, ինչ որ որոշել է, որովհետև ինքը ցույց տվեց, մեզ էլ համոզեց, որ մեր սեփական եսով չենք կարող բավարարել այն ուխտը, որը կոչվում էր հին օրենք կամ մենք խախտվեց դա, դրա համար անհրաժեշտ էր նորը, իսկ նորը միակողմանի է, ինքը ասելով, որ քանի որ իմ անունից ավելի բարձր բան չկա, ես իմ անունով եմ երդվում, որ պիտի անեմ, և անում է հենց իր որդու միջոցով, այսինքն ինքը իր հետ է, վերջին հաշվով այդ ուխտը կատարում, իր որդով կատարում է, ուստի իսկ մեր եսը ինչ եղավ, մեր եսը խաչի վրա է, մեր եսը մահվան բնույթ ունեցող ճանապարհի վրա է, նրանից ուժ չկա, նրա վրա չենք հենվում, սա է գաղտնիքը նոր ուխտի, ուստի այստեղ մեջտեղ է գալիս այս ճանաչելու և ճանաչվելու նոր բնույթ, ինչպես նաև միմյանց սիրելու նոր բնույթ, մենք միմյանց սիրում ենք ոչ թե հիմա մեր եսի անձի նման, հապա ինչպես Քրիստոս մեզ սիրեց, ինչու, որովհետև այդ եսը փոխարինվում է նրանով, այդ եսը այլևս իր սեփական միտումներով և իր սեփական անունով չի գործում, Ոչ մի մասնակցություն չունի, նա պետք է, այդ տիրույթի մեջ, նա չի կարող, ուղղակի չի կարող և դա ապացուցվեց հին ուխտով, նա պետք է մեռնի, նա պետք է խաչված մնա Քրիստոսի հետ, որպեսզի մահվան որպես հետևանք հարուցյալ Քրիստոս բնակություն հաստատելով իրենների մեջ նրանց գերությունից ազատի և աճեցնի, մեծացնի որպես իր եղբայր, որպես Աստծո որդիներ։ Այստեղ այս գաղտնիքը կա, որը ես կուզեի, որ ավելի խորը ուսումնասիրեն մեր քույրեր եղբայրները, որպեսզի այս հիմքի վրա կարողանան մնացած բոլոր սուրբ գրային լույսը նկատել և տեսնել, թե ինչպես է լուսավորվում իր ամբողջականության մեջ, հակառակ դեպքով մեծ խնդիրներ ենք ունենում, հակասությունները չեն լուծվում, որտեղ հակասությունները, պարադոքսները, որոնք կան առաջի հայացքից սուրբ գրքի մեջ, չեն լուծվի, եթե այս հիմքերը իրենց տեղում չգտնվեն, շատ կարևոր է, նրանք ովքեր, որ ավելի հասուն եղբայրներ են, քրիստոնյաներ են, նրանք ինձ շատ լավ կհասկանան ինչի մասին է խոսում։ Ուրեմն մյուսներին էլ ես կմաղթեմ, որ աճեն Քրիստոսի լույսով մեծանան և նրանք էլ այս փառքը տեսնելով ձգտեն մոտենան և Աստված գործնի իր ներկայությունով և ցույց կտա այդ ներկայի անըմբռնելի բնույթը կամաց ինքնին կհայտնի, շատ անհրաժեշտ է սա։ Նաև ուզում եմ այստեղ հիշեցնել, որ մի շատ հետաքրքիր մի բան։ Ես ասացի, հարց տվեցի, թե ինչպես է լինում, որ այս ճանաչվելու մեջ հանկարծ տեսնում ենք ինչ-որ շեղում կամ հետ գնալ կամ ինչ-որ նորից վերադառնալ այդ եսակենտրոն բնույթին։ Սա է, որ զարմանալի էր և առաքյալը այս մասին խոսում է, նկատել է
Ես հետևյալը կարող եմ ասել։ Ուզում եմ հիմա խոսել ճանաչելու, Աստծուն ճանաչելու եւ նրա մասին գիտություն ունենալու տարբերության մասին։ Որտեւ Աստծո մասին գիտություն ունենալը հենված է մարդկային իմաստասիրության վրա։ Նկատի ունեք նաև Մարդկային վրա։ իմացականության հետ։ Իմացականության եւ գիտություն ձեռք բերելու։ Ուրեմն երկու տեսակ գիտություն ձեռք բերել կա։ Մեկը հավատքի առաքինության հիման վրա նրանից բխող գիտության, որը մենք տեսնում ենք Պետրոսի գրվածների մեջ, թղթերի մեջ, հիշում ես, հավատքի վրա առաքինություն, առաքինության վրա գիտություն, այս ճանապարհը կա գիտության, բայց մյուս ճանապարհն էլ կա, որ Սուրբ Գիրքը մեզ ցույց է տալիս, որը մենք կկարդանք մի քիչ հետո, որ մարդկային իմաստասիրության, ասի փիլիսոփայության կամ գիտության ճանապարհով է փնտրվում ճանաչել, բայց այդ ճանապարհով չի ճանաչվում, որտեղ այդ ճանապարհով ծածկվում է։ Գիտուններից եւ իմաստուններից ծածկեցիր, ասում է Հիսուս, եւ հայտնեցիր երեխաներին։ Ինչու՞ այդպես աճելի եղավ քեզ։ Այլ տեղ ասում է, որ դու այս աշխարհի հիմարներին ընտրեցիր, Որպեսի անգամ քարոզչությունը, ճանապարհը, քարոզչության մեթոդը գործածելը, ասում է, այս քարոզչության մեթոդը ցածր բան մեթոդը, այսինքն մարդկային իմաստասիրության մեթոդը ինչու չընտրեցիր։ Այդքան փիլիսոփաներ կային այդ ժամանակ, հունական, չգիտեմ ինչ, բայց դու ընտրեցիր այս ճանապարհը, քիչ հետո կկարդանք նորից եմ ասում։ Ես նկատում եմ, որ Աստծուն ճանաչությունը տանում է նրան սիրելուն։ Իսկ գիտություն հավաքելը Աստծո մասին տանում է անձի հպարտության։ Այս էր պատճառը իսկ գաղատացիների։ Նրանք գիտություն էին ամբարել, բայց դա չէր տարել Աստծուն սիրելուն։ Զարմանալի է։ Առաքյալը ասում է, բայց չէ՞ որ դուք ճանաչեցիք եւ ճանաչվեցիք, իսկ ճանաչվելը անցնում է սիրո ճանապարհով, որպեսզի մենք փաստենք դա, եկեք կարդանք Առաջի Կորինթացիս 8:3-ը։ Առաջի Կորինթացիս 8:3, տեսեք ինչ է ասում։ Իհարկե այստեղ ընդհանուր կոնտեքստը հետևյալն է, որ ոմանք կուրքերի մասին մեծ գիտություն ունեին, որ կուրքը բան չի, այսինքն նա ոչինչ չի ներկայացնում, նրա զոհած մսից ուտես չուտես մի հաշիվ է, նշանակություն չունի, սրանք գիտություն ունեին այդ մասին, սակայն իրենց վարքը գայթակղեցնում էր նրանց, որ դեռ չունեին այս գիտությունը։ Եվ առաքյալը զգուշացնում է, որ զգուշ եղեք, այսինքն դուք ճիշտ է գիտություն ունեք եւ այլն, բայց այդ գիտությունը ձեզ հպարտության է տանում։ Դուք ձեր հպարտությունով անգամ չեք նկատում ոնց է կեն մյուս եղբորը, որը դեռ տկար է, դեռ չունի այդ գիտությունը, գայթակղվում է։ Ուրեմն զգուշ մնացեք, մի գայթակեցեք նրան, որի համար Քրիստոս մեռավ։ Այս թեման է շոշափվում, բայց ինչպես միշտ Պողոսը շատ է դարձիր է, նա որևէ թեմա շոշափելուց իր կոնտեքստի մեջ մի հատ հիմնային մի բան է դնում, հիմք է դնում, այս բաները շատ կարևոր են, և այս հիմքերից մեկը հենց սա է, ուրեմն, որ ասում է, բայց եթե մեկը Աստծուն սիրի, նա ճանաչված է նրանից։ Հա։ Հիմա, ուրեմն
Առաքյալը այստեղ ինչ է ասում գաղատացիներին, ասում է, չէ որ դուք ճանաչեցիք Աստծուն, մանավանդ ճանաչվեցիք, այսինքն սեր պետք է լիներ նրա նկատմամբ, Շարունակական process, այո։ Այսինքն չէ տեղի ունենում, ինչու այդ սերը չկա, հապա կա ձեր անձի գիտության վրա եղած սեր, որը ձեզ հետ է տանում, ձեզ շեղում է, և մենք տեսնում ենք, որ Աստծո մասին գիտություն ունենալը անպայմանորեն չի տանում Աստծուն սիրելուն և վտանգ կա ընդհակառակ, որ եթե մեր իմաստասիրությամբ կամ մեր գիտությամբ ենք ուզում նրան ճանաչել, դա մեզ կարող է տանել հպարտեցնելու և այդ դեպքում առաքյալ ասում է, որ գիտությունը հպարտացնում է և որպեսզի մարդիկ, ովքեր որ ինքզինք համարում են գիտուն, համարում են փիլիսոփա, համարում են իրենք շատ պատրաստականություն ունեն Աստծուն ճանաչելու, բայց տեսնում ենք, որ վերջին հաշվով դա չի տանում Աստծուն սիրելուն։ Եթե չի տանում Աստծուն սիրելուն, այդ գիտությունը ոչինչ է։ Ոչինչ է։ Ամեն բան կարող ես գիտենալ, ամեն մարգարեություն, բայց եթե այդ սերը չկա, ոչինչ է։ Սա ենք սովորում Աստվածաշնչից։ Ես հարց ունեմ Հովհաննես եղբայր, այս կոնտեքստի մեջ Պողոս առաքյալը խոսում է Քրիստոսի խաչի մասին եւ ասում է հույների համար դա հիմարություն է, հրյաների համար գայթակղություն, բայց մեզ հավատացողներիս համար զորություն։ Այսինքն կարող ենք այսպես ասել, աշխարհը բաժանված է երկու մասի՝ հունական մտածելակերպ եւ հրեական մտածելակերպ։ Բայց ստեղ ինչ որ մի ուրիշ մտածելակերպ է ծնվում, կարելի ասել, որը ոչ հրեական գիտությունից է, ոչ է հունական փիլիսոփայությունից։ Ինչ կասեք սրա մասին։ Այո, դա կոչվում է Քրիստոսի միտքը։ Դա կոչվում է Քրիստոսի միտքը։ Նրա մտքի մեջ ոչ հույն կա, ոչ հրեա։ Ուրեմն մենք ոչ թե արհամարում ենք հրեական միտքը կամ հունական միտքը, ոչ, որտեղ գիտությունը ինքնին լավ բան է, բայց գիտությունը, որ մեզ հպարտացնում է, դա է վատը։ Գիտությունից եկած հպարտությունն է, Սուրբ Գիրքը ցույց տալի, որ սա լավ չէ, սա եսակենտրոն է, և այս հպարտությունը բերում է նրան, որ արհամարում են մյուս եղբորը, որ այդ գիտությունը չունի։ Արհամարյանքի է տանում, ասում են, դա ինքը չի իմանում։ Միշտեր առաքյալը շեշտում է, որ այդպես չպետք է լինի։ Չպետք է արհամարվի, որովհետև Աստված այդ հիմարներին է ընտրում։ Դրա համար երևի Հիսուս ասեց, նոր պատվիրան եմ տալիս, ձեզ սիրեք միմյանց, սա ինչ-որ երորդ և մտածելակերպ, լեզվան մտածելակերպ։ Նորը դրա, ոչ թե սիրեք միմյանցն է, եթե սիրեք միմյանցով կանգներ, նոր չէր։ Դա ես տենց բառացի չասեցի, ես կարևոր է։ Նոր էր ինչի համար, որովհետև պետք է միմյանց սիրենք, ինչպես ինքը մեզ սիրեց։ Սա շատ կարևոր է նշել, որովհետև եթե մենք նոր ուխտի մեջ փորձենք մեր անձի նման սիրել, մենք պիտի տեսնենք, որ մեր անձը ուրացված է։ Ուրացված է։ Հետևաբար մենք մեր ընկերոջը, այսպես ասած, կամ միմյանց ոչ թե սիրում ենք մեր անձերի գոյությամբ, այլ սիրում ենք մեր անձերի մեռած լինելու իրականության մեջ։ Այսինքն մենք սիրում ենք միմյանց որպես
Աստուծո ծնված Աստծո որդիներ վերստին ծնունդով մեջտեղ եկած նոր արարածներն են միմյանց սիրում, ինչպես Քրիստոս մեզ սիրեց։ Ուղղակի դեպքում չի ստացվի սիրել։ Ինչպես չստացվեց հին ուխտի մեջ սիրել։ Այո։ Եվ այն հերթականությունը, որը հին ուխտի մեջ ունեինք, որ սկզբից Աստծուն սիրես քո ամբողջ հոգով, կարողությամբ, զորությամբ եւ այլն, այսինքն ամեն ինչով, ամբողջությամբ։ Եվ երկրորդը սրա նման, ընկերդ սիրես քո անձի պես, ոչ թե ամբողջ հոգով, զորությամբ, կարողությամբ։ Այսինքն ցույց է տալիս, որ ընկերոջը սիրել մեր անձի պես կարելի է միայն այն դեպքում, երբ Աստծուն սիրում ես քո ամբողջ հոգով, կարողությամբ, զորությամբ։ Հակառակ դեպքում չես կարող սիրել ընկերոջդ քո անձի պես։ Սրանք իրար հետ հաջորդական բնույթ ունեցող երևույթներ են։ Բայց նոր ուխտի մեջ շատ զարմանալի բան ենք տեսնում, ինչ որտեղ այս ասածից հակառակ թվացող պարադոքսալ մի բան, որտեղ եւ ասվում է, որ այո, Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, կարողությամբ, հետո ընկերդ քո անձի պես, կամ միմյանց սիրեք ինչպես Քրիստոս ձեզ սիրեց, բայց միևնույն ժամանակ ասում է, տեղերը փոխվում է, ասում է, եթե դու քո եղբորը որ տեսնում ես չես սիրում, ինչպես Աստծուն կարող ես սիրել։ Ուրեմն մենք ոնց որ տեղերով փոխարինվի Ես ուրեմն եղբորդ սիրելով ես ցույց տալիս, որ Աստծուն սիրում ես։ Սա է ուզում ասել։ Այսինքն մենք գալիս ենք նորից այդ հարցին, որ Աստծուն սիրելը եւ միմյանց սիրելը անբաժան են ուղղակի։ Դրանք համակած են։ Ես կարող զատել, չես կարող ասել, որ ես Աստծուն սիրում եմ, բայց Իրանից ծնվածը չեմ սիրում։ Ոչ էլ կարող ես ասել, որ Իրանից ծնվածը սիրում եմ, բայց Աստծուն չեմ սիրում։ Հնարավոր չի։ Սա մենք տեսնում ենք եւ առաքյալը այդ մասին ասում է։ Ավելին, մեզ համար շատ հայտնի համարներ կան, օրինակ առաջի Հովանու 4-րդ գլխի 7 համարը ինչ ասում։ Ասում է. «Սիրելիներ, իրար սիրենք, որ սերը Աստվածանից է եւ ամեն ով որ սիրում է, Աստվածանից է ծնված»։ Այսինքն Աստծո որդի է։ Եվ ճանաչում է Աստծուն։ Ոչ թե գիտություն ունի Աստծուն, ճանաչում է։ Նա որ չի սիրում, Աստծուն չի ճանաչել, որովհետև Աստված սեր է։ Եվ նաև հաջորդ գլխի առաջի համար ասում է, ով որ հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը, Աստվածանից է ծնված, եւ ամեն ով որ ծնողին սիրում է, նրանցից ծնվածիներ է սիրում։ Ով որ սիրում է, նրանից ծնվածիներ է սիրում։ Սրանով ենք ճանաչում, թե Աստծո որդիներին սիրում ենք։ Երբ որ սիրում ենք Աստծուն եւ նրա պատվիրանքները պահում։ Իսկ պատվիրանքները Հենց Հիսուսի ասածն է, ես նոր պատվիրան եմ տալիս։ Պատվիրանքները մի բանի, մի պատվիրանքի մեջ, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Այստեղ էլ Քրիստոսի, որ Հիսուսն է Քրիստոսը նրա վարդապետության եւ նրա պատվիրանքի անբաժանելիությունն ենք տեսնում։ Սա էլ մի ուրիշ դրույթ է։ Ամեն դեպքում մենք մի անգամ այստեղ խոսել ենք Աստծո հիմքի մասին, որը ես ուզեմ նորից կարդանք, որտեղ շատ կարևոր է, դա երկրորդ ուրեմն Տիմոթեոս, երկրորդ գլխի 19 համարն է, որ մեծ կշիռ ունեցող խոսք է, որ նորից Պողոսը դնում է որոշակի կոնտեքստի մեջ, բայց ներկայացնելով որպես
մեծ հիմք, այսինքն ասելով, բայց Աստծո հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքը ունի, թե Տերը ճանաչում է նրանց, որ իրն են, եւ թե յետ կենա անիրավությունից այն ամենը, որ Քրիստոսի անունը կանչում է։ Բայց միևնույն ժամանակ տեսնելով, որ նա որ սիրում է Աստծուն, ճանաչված է Աստծո կողմից։ Աստծո հիմքը, որ նա ճանաչում է իրեններին, նա իրեններին ճանաչում է այդ սիրո ճանապարհով։ Նա տեսնում է իրենն է, թե իրենը չէ, եթե իրեն չեն սիրում, իրենը չէ։ Նորից եմ ուզում կրկնել։ Եթե սիրո պատասխան չկա, ուրեմն իրենը չեն։ Շատ լուրջ է։ Անկամ եթե Աբրահամի սերունդից եք, բայց որդի չեք, որովհետև որդին, եթե որդի լինեիք, ինձ կսիրեիք, ասում է Հիսուս։ Բայց հիմա փնտրում եք Ճանաչեիք սիրի։ Այո, Աբրահամը այդ բանը չարեց։ Հետևաբար, ուզում եմ շեշտը դնենք, Աստծո վերաբերյալ, Աստծո խոսքի վերաբերյալ մեծ գիտություն ունենալու եւ նրան ճանաչելու տարբերության մասին։ Նրան ճանաչողը անպայմանորեն սիրելու է նրան, որտեղ ճանաչությունը դա պատկանելիություն է պարունակում իր մեջ, դա հոր եւ որդու հարաբերություն է։ Այո։ Ուրեմն նա ճանաչում է մեզ, դա նշանակում է, որ սիրում է եւ ճանաչվում ենք մենք էլ նրան սիրելով։ Դա սիրո, սիրելու եւ սիրվելու ուրեմն միասնություն է։ Բայց պատահում է, որովհետև դուք շատ հետաքրքիր հարց տվեցիք, ինչպես պատահեց, որ Պողոս ասում է դուք շեղվում եք, ինչ որ գայթում եք, այդպիսի բան կարող է պատահել Աստծո որդու կյանքում վերստին ծնվածի։ Որովհետև ինքը նրանց կոչում է մարմնավոր, այսինքն դուք դեռ հասուն չեք, մանուկ եք, այսինքն, հա։ Այո, դուք հասուն չեք։ Պետք է հասունանալ, սրան է բերում։ Նա ոչ թե ասում է, որ ոչ, դուք ուրեմն կորած մարդի ոչ։ Նա նրանց խրատում է, որ աճեն, հասունանան որպես Աստծո։ Այսինքն ահազանգ է ինչ-որ։ Այո, ահազանգ է։ Եվ այդպես էլ կար, այսինքն այդպես էին անում, որովհետև նրանց մարմնավոր լինելը, այսինքն դեռ չհասուն կամ տհաս, այսպես ասենք, լինելը կայանում էր նրանում, որ իրենք կարծում էին արդեն գիտություն ունեն, ամեն ինչի մասին գիտեն եւ այլն, մինչդեռ ոչինչ չգիտեին։ Դա շատ նման է այդ ոչ հասուն պատանեկան մարդկանց ինչ-որ վարմունքնած կարծում են, թե իրենք ամեն ինչ եւ այլն, միջև որ չեն բախվում խնդիրների, որ հասկանան, որ բայ, ես ինչ եղավ։ Ես մի հարց ունեմ, բայց եթե ժամանակ ունենանք, այս թեմայի մեջ տեսեք ինքը հետ դառնալու, այսպես ասած, հին կյանքը ասոցացնում է Հովհաննես եղբայրը ասոցացնում է տկարության եւ աղքատության։ Կարծում եք, որ փորձում է մեզ հասկացնի, որ համեմատի այս կյանքը Աստվածաճանաչողության եւ անցյալ կյանքը, որի մեջ կա տկար եւ աղքատիկ, այսպես ասած, երևույթ, փորձի համեմատել, ընկել ես, հասկացանք, բայց մի հատ համեմատի, տես որտեղից ուր հասար, ինչ կասեք սրա վերաբերյալ։ Հետաքրքիր է շատ։ Այո,
քաջալերում է միևնույն ժամանակ։ Նա քաջալերում է այդ բաները ասելով։ Նրանց ցածրանում է, որ բրդի բարձրացնի այդ վիճակից դուրս կան։ Դա է նպատակը։ Նրանք էլ անշուշտ Աստծո որդիները խրատը լսող են։ Աստված երբ որ ծեծում է, իրենք գիտակից են, որ լավ է անում, որ ծեծում է, որովհետև որդի են։ Խորտ չեն։ Ամեն։ Բայց այստեղ ինչու՞մն է խնդիրը, որ թեև մեզ թվում է, թե ինչու պետք է Աստված իր սիրածին ծեծի։ Ինչու պիտի ծեծի որ։ Բայց առաքյալը մեզ բացատրում է Եբրայեցիս 12-ի մեջ, նա ասում է, որ այո, այդպես է, որտև որ հայրն է, որ իր որդուն չի խրատում, նա անգամ օրինակ է բերում մեր մարմնական, սովորական երկրային օրինակով, ուր մնաց հոգիների հայրը, որտև Աստծո որդիները հոգի են, հոգուց ծնված հոգի են, նա խրատում է, Ամեն։ զարմանալի է, և ասում է, քանի որ որդի են խրատում է, եթե ոչ, եթե չխրատի, ուրեմն խորտ ենք, ինչպես բոլորս էինք, այսինքն գերության մեջ մեղքի գերի ժամանակ մենք խորտ էինք, Աստված էլ մեզ էր խորտ հայր, խորտություն կար, բայց երբ որ ծնունդը տեղի ունեցավ, երբ որ Աստծո որդին իր շունչը առավ, իր կոմայից դուրս եկավ, գերությունից ազատվեց, այդ ժամանակ աճելու Քրիստոսի հասակին հասնելու գործընթացի ժամանակ Աստված ծեծում է, որտեղ սիրում է, չի ուզում, որ այդ հին եսակենտրոն բնույթը մեջտեղ կա, այստեղ հիմա գաղաթացիներին ծեծում է Աստված, որպես իր որդիներ ծեծում է, ասում է, ինչ եք անում, բայց չէ որ մենք ես սիրում եմ ձեզ, դուք սիրում եք ինձ, սա է ուզում ասել, չէ որ ճանաչեցիք, ասում և մանավանդ ճանաչվեցիք, մենք տեսանք, որ դա սիրո խնդիր է, ով որ սիրում է Աստծուն, ճանաչվում է, այսինքն այդ ճանաչվելը սիրո խնդիր է, հարազատական պատկանելիության, համապատասխանության արձագանք է Աստծո և Աստծո որդու, եթե Աստված սեր է, Աստծո որդին էլ է սեր։ Այսինքն դուք այդ փորձառությունը վայելել եք, վայելքը համը տեսել եք, այդ իմաստով նաև, չէ՞։ Ճանաչողություն։ Իհարկե, եթե ծնվել եք, ուրեմն վայելել եք, դուք վերստին ծնունդ ունեք, դուք վայելել եք, բայց ինչպես է, ինչու է դա ձեզ հանկարծ տանում նորից են եսակենտրոնության, որտև վերադառնում եք ձեր եսով փորձել ինձ բավարարել կամ ինձ սիրել կամ իմ օրենքը պահել, չէ որ հնարավոր չի, ես ձեզ բացատրում եմ, որ հնարավոր չի, ամբողջ հինուխտը ցույց տվեց, որ հնարավոր չի։ Եվ տկարության ու աղքատության շատ հետաքրքիր է բնորոշում է աղքատիկ անցյալը, հա։ Ես կուզեի մի հատված էլ կարդայինք, ուրեմն առաջի Կորինթացի սենց առաջի գլխի մեջ է, 25 համարից կարդանք մինչև վերջ։ Տեսեք ինչ հետաքրքիր բաներ են ասում առաքյալը։ Վասնզի ասում է, Աստծո հիմարը ավելի իմաստուն է, քան թե մարդիկ, եւ Աստծո տկարը ավելի զորավոր է, քան թե մարդիկ։ Շատ սիրուն խոսքը։ Մարդիկ, որ ասում են մարդիկ, ի նկատի ունի նրանք, որ ուրեմն այդ եսով, այդ իրանց իմաստությունով, այդ իրան բանով են առաջնորդվում։ Ասում է, հենց ձեր կոչումին մտիկ արեք։ Եղբայրներ է կոչում, հետևաբար նրանց համարում է Աստծո որդիներ։ Մարմնի կողման է, նրանք եղբայրներ չեն։ Եղբայրներ, երբ որ ասում է, ինքը ի նկատի ունի վերստին ծնված Աստծո որդի։ Այո։ Միանշանակ։ Ուրեմն
որ ոչ թե շատ իմաստուններ մարմնի կողման է, եւ ոչ թե շատ զորավորներ, եւ ոչ թե շատ ազնվականներ, տարբեր դասակարգեր ներկայացնում, որ մարդիկ դրանով իրենց եսը ներկայացնում են։ Ես ազնվական եմ, ես զորավոր եմ, ես իմաստուն եմ։ Այնպես չէ։ Այլ այս աշխարհի հիմարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնե իմաստուններին եւ աշխարհի տկարներին։ Աստված ընտրեց, որ ամաչեցնե զորավորներին, այնտեղ ասեց ես կիսատ ուրեմն Աստված ընտրեց, որ ամաչեցնե իմաստուններին, որոնք իրենց սեփական եսի գիտությամբ, իմաստությամբ են բացատրում Աստծուն։ Այո, բայց դա տանում է ձեր հպարտության, չի տանում Աստծուն սիրելու։ Տարբեր է սա։ Դուք կարող եք ասել, որ ես Աստծուն սիրում եմ, բայց եղբորը տառամարում ես, որտեղ դու գիտես, ինքը չգիտի։ Այդ չեղավ Աստծուն սիրել։ Որ ամաչեցնե իմաստունին եւ աշխարհից տկարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնե զորավորներին, որոնք իրենց զորավոր են համարում, իսկ մյուսին տկար։ Եվ աշխարհից անտոհմներին, այսինքն որ ազնվական ցեղ են, ինչ են, թակավորական ցեղ են, եւ անարգվածներին Աստված ընտրեց, եւ ոչինչներին, դες ինչ բարեր է գործածում, որ կոնտրաստ ստեղծի, որ ցույց տա թե ինչի մասին։ Երևի հեթանոսների մասին էլ էր խոսքը։ Պետ իմաստը։ Որ մի բան լինողներին ոչնչացնե, մի բան լինող եմ ես, մի բան եմ ինձանից ներկայացնում։ Շատ սիրուն խոսքը, շատ սիրուն։ Փառք Տեր։ Բայց քաղաքացիները նույնպես շեղվեցին, որտեղ սկսեցին մի բան ներկայացնել։ Երբ որ ասում են, այդ եսը վերադառնում է, նա անպայման սկսում է իր եսով օրենքը կատարել եւ այլն։ Սա շատ կարևոր է գիտակցել այն հանգամանքի մեջ, երբ որ մենք օրինակ խոսում ենք շնորհքի եւ օրենքի վերաբերյալ։ Պետք է գիտակցել, որ այդ եսի վերաբերյալ չի, Հովանեսը չի այդտեղ անհրաժեշտ է վերստին ծնունդ, անհրաժեշտ է այն Աստծո որդու հոգու փոխարինումը այդ Հովանեսի։ Հովանեսը չի էլ փոխվում, նա անկարելի է, նա գնում է խաչի վրա մեռնելու։ Այստեղ գոյություն ունի փոխարինում։ Երբեմն մենք այսօր չենք ըմբռնել, որովհետև մարդիկ ասում են ես փոխվում եմ, ես, բայց չեն նկատում, որ այդ եսն է նորից։ Նորից այդ եսն է, ես փոխվել եմ, ես փոխվում եմ։ Բայց հետո եթե այդպես շարունակում են, ես իմ կյանքի օրինակից եմ ասում, հետո պրոբլեմ է, հետո բախվում են մի հատ սարսատելի մի բանի, տեսնում են, որ այդ եսը փաստորեն աննկատ ձևով դարձավ, եսի միջը, դարձավ հպարտ, դարձավ մյուսներին արհամարող, դարձավ այսպիսի մեկը։ Դրանով չի լինում, դա նա գլուխ է բարձրացնում, նա ուզում բարձրապես մեռնել, ամեն բանի պատրաստ է, բայց մենակ չմեռնի։ Այդ տեսակն է։ Անգամ ցույց տա, որ մեռել է, բայց էլի չի մեռել։ Այո, պետք է ես մեռնեմ։ Դու հպարտանում ես, դու ասում ես, պետք է մեռնեմ, ես, նորից այդ ես։ Որովհետև ամեն անգամ, երբ որ մենք սլակը ուղղում ենք դեպի այդ կողմ, չի ստացվի, անգամ եթե այդ նույն եսը դուրս է գալիս ասելու ես շնորհքի տակ եմ, ես այսինչն եմ, ես սուրբ եմ, ես արդար եմ, ես փրկված եմ, ես թագավոր եմ, ես քահանա եմ, ես երկնքում նստած եմ, շատ լավ է, դա այդպես է, մեր Քրիստոսի մեջ եղած մեր դիրքն է, որ շնորհված է մեզ, ինչ գործ ունի իմ եսը դեռ, ինչ ես։ Ինչ եսը նկատի ունես, հա? Երբ որ ասում ես, ես ինչը նկատի ունես։
Դա եք ուզում ասել։ Տեսնում ես, ուրեմն այստեղ է գաղտնիքը, որ Աստծո տեսանկյունից նա իր որդիների հետ գործ ունի, իսկ այդ որդին այդ մեր եսը չի, այդ որդին նոր ծնված, նոր արարած իր պատկերի պես, որի մեջ մեղք չկա, նա է։ Ամեն։ Այդտեղ նոր տարբերություն կա, որ անհրաժեշտ է, եւ դրա համար էլ եսը գիտությունով է մոտենում, բայց որդին ճանաչությամբ տարբեր է։ Այո։ Ուրիշ բան է, երբ որ ճանաչում ես եւ Աստված ինքսին հայտնելով քեզ գիտություն է տալիս հասկացողություն եւ սա բոլորի ուրիշ ճանապարհ է։ Երբ որ գալիս է բնակություն է հաստատում, նա սկսում է մեզ հայտնվել, սովորեցնել, հասկացողություն տալ եւ այլն, նա է։ Մեր եսը չի, մեր դիպլոմները չեն, մեր աստվածաբանական կրթությունը չի։ Օրինակ Պողոսն շատ է իր մասին խոսում։ Ես դեմ որևէ գիտության, որևէ դիպլոմների։ Բայց Աստվածաշունչը ասում է, որ ոչ թե գիտություն ունենալուն է դեմ, հապա որ այդ գիտությունը տանում է հպարտության, այսրան է դեմ։ Իսկ որպեսզի գիտությունը չտանի հպարտության, այլ տանի սիրելուն, ճանաչել է պետք։ Այդ սերը ճանաչել է պետք, որպեսզի պատասխանվի։ Պողոս ասում է, չէ, որպեսզի իմ գիտության համար չհպարտանամ։ Աստված ինձ բան չէ, խոսում է, որ չարը մոտեցավ, ինչ որ բաներ էր անում։ Արի շարունակենք, տեսեք ինչ է ասում։ Եվ աշխարհիս անտողմներին եւ անարգվածներին Աստված ընտրեց եւ ոչինչներին, որ մի բան լինողները ոչնչացնե։ Խիստ խոսքեր են սրանք։ Ոչնչացնե։ Ոչինչին ընտրում է, որ մի բան եղողին ոչնչացնի։ Որպեսի, ահա, հիմա եկանք այդտեղ, որպեսի ոչ մի մարմին չպարծենա նրա առաջին։ Մարմին, այսինքն եսը։ Տեսնում ես։ Ոչինչը պարծենալու բան չունի։ Դուք նրանից եք Հիսուս Քրիստոսումը, որ Աստվածանից մեզ համար եղավ իմաստություն, արդարություն եւ սրբություն եւ փրկություն։ Նա եղավ։ Դուք ձեր իմաստությունով ոչ եղաք նրա իմաստությունը, նա ոչ ձեր իմաստությունով եսի մինչով արդարացաք, ոչ ձեր կարողություններով սրբացաք, ոչ էլ փրկվեցիք։ Նա է, նա։ Ամեն։ Եվ ինչու նորից է ասում, որ ինչպես գրված է, նա որ պարծենում է, թող Տերովը պարծենա։ Որտև ճանաչել է, որ նա է։ Հասկացել է, այո։ Այստեղ է գաղտնիքը խոնարհության, հեզության, ամեն Սուրբ Հոգու պտուղի իրականացման, որովհետև այդ բաները գերբնական կենաց ծառից բխող հատկություններ են, որ Սուրբ Հոգի պտուղն է ներկայացնում։ Դա մեր եսից բխած սերը չի, դա մեր եսից բխած ուրախությունը չի, եսից բխած խաղաղությունը չի, տեսնում եք այդ բոլոր բաները, անգամ հավատքը, անգամ զսպվածը, բոլոր բաները Սուրբ Հոգունն են, մեր եսինը չեն, մեր եսը ունի այդպիսի բաներ, որ եսակենտրոն է, բայց դա մահվան սկզբունքից բխողն է, նա հարաբերական է, փոփոխական, ժամանակավոր, անվստահելի, Աստված դա չի ուզում քո եսից բխած բարություն, ինքը իր բարուն ունի, քո եսից բխած ուրախությունը չի ուզում, ինքը իր ուրախությունն է տալիս, ամեն, ամեն, քո եսից բխած խաղաղությունը չի ուզում, դա հարաբերական բնույթ ունի, հավիտենական չի,
ինքը իր հավիտենական խաղաղությունն ունի քեզ տալու։ Քո Ոչ թե ես ես բխած ապագա- ներումը չի ուզում։ Իր ներում, չէ՞։ Ամեն, Տենց իմաստ։ ոչ թե ես ապա դու, ես մեռա, դու ես ապրում, այդ բոլոր բաները քոնն են, բոլոր բաների համար Հիսուս մեկ ասեց իմ ուրախություն, իմ խաղաղություն, իմը, ամեն ինչ իմը, եկեղեցին էլ իմը, ես Դու էլ եմ, իմը։ որ եմ, դու էլ իմը, պատասխան, այդ պատճառով անցած անգամ ես ասացի, եղբայրներ քույրեր ուշադիր լինենք, որ եթե սիրո պատասխան չենք մենք, ուրեմն սիրո շահագործողներն ենք։ Շատ կարևոր միտք եք ասում, այո։ Աստված, ես կրկնում եմ դա, Աստված երբ որ իր բանը դուրս բերեց նրա համար, որ մի բան կատարի եւ վերադառնա, դատարկ չվերադառնա։ Վերադառնում է Աստծուն սիրել։ Դուրս է գալիս սիրել, վերադառնում է սիրո պատասխան։ Եթե սա չի կատարվում, ուր է կորում այդ Աստծուն սիրը, Աստծո սերը ուր է կորում։ Ինչ որ արտահոտ տեղի ունի, ինչ որ շեղվում է մի ուրիշ կողմ, գնում է կռապաշտության, գնում է ուրիշ բան սիրելու, չի վերադառնում որպես եթե Աստծուն սիրում ենք ճանաչված նրա կողմից, սա չի ստացվում։ Ուր է գնում է կռապաշտության, ինչը որ Գաղատացիս այդ 4-ինը որ կարդացինք, ամբողջ կոնտեքստը այդ կռապաշտության մասին է եղել։ Ճիշտ է, այնտեղ ինքը բացատրում է, որ նրանք ովքեր հասուն են, նրանք ովքեր գիտելիք ունեն, որ այդ կորքը իրանց բան չի ներկայացնում, այսինքն այդ միսը ուտես մի արժիվ է։ Նա այդ ներկայացնում է այդ գիտության մասին, բայց ասում է նրանք ովքեր այդ գիտությունը չի տարել նրանց ճանաչելու, որը ըստ էության սիրո պատասխան է, այդ ճանաչելը, Աստծուն ճանաչել։ Ուրեմն ինչ են անում, գայթակղություն են դառնում, որովհետև դա տանում է հպարտության այդ գիտությունը։ Եվ այդ հպարտությունով այն խիղճ անողներին, որոնք դեռ չունեն, այդ գիտությունը չունեն դեռ, գայթակղվում են։ Եվ այս հանգամանքը առաքյալը այնպիսի կտրական ձևով է ներկայացնում, ասում է, որ եթե եղբայրս իմ միս ուտելով պիտի գայթակղվի, ես հավիտյան միս չեմ ուտի։ Այսինքն, տեսնում ես ինչ բնույթ է տալիս, ինչպես կարող ես ուրեմն գայթակղես մեկին, որի համար Քրիստոս մեռավ։ Սա ինչ է, ինչու է այսպես։ Սա գալիս է նրանից, որ այդ գլխի մեջ այսպիսի հիմնական խոսք կա, որ ճանաչեցիք, մանավանդ ճանաչվեցիք, իսկ ճանաչվելը նրանց է ճանաչում, ովքեր իրեն սիրում են, այսինքն այդ պատասխանը որպես սեր կա։ Ամեն։ Ցիկլը աշխատում է, ամեն։ Սա էր այսօրվա իմ ասելիքը եղբայրս։ Շնորհակալություն, Հովհաննես եղբայր։ Շատ կարևոր թեմա է։ Թեման շատ մատչելի է, ես կարծում եմ շատ մատչելի էր եւ Մատչելի է, իր Աստվածաշունչը շատ հստակ ցույց է տալիս այդ ամեն ինչը դնում է մեր առջև։ Դոկտորովնի եւ մեզ այս ճանապարհով դաչեցնի եւ նմանեցնի իր իսկական սիրելի որդուն։ Ամեն փարտիրոջը Ես այս թեմայի մեջ նկատեցի վերելքներ եւ անկում վայրեջքներ, որը նորմալ է քրիստոնյայի կյանքում վերստին ծնվածի, որ եթե օրինակ եթե
վերելք կա եւ որ վայրեջք կա, անպայման համեմատություններ կա։ Ես կուզեի այս միտքս էլ արտահայտել, ինչ որ զգացողություն ունեցա ձեր հասկանալի ձևով ուրեմն այս խորհուրդը կարևոր դա է, որ երբ որ ունենում ենք անկումներ, չփորձենք համեմատվել մեր շրջապատի մարդկանց հետ, այլ համեմատել այդ անկումը այն վերելքի հետ, որ ապրել են Քրիստոսի մեջ, եւ դա մեզ շատ կօգնի։ Եվ այստեղ ես ուզում եմ նորից կրկնեմ այս կարևոր միտքը, որ Պողոսը համեմատում է անկումը վերելքի հետ։ Դու վերելք ես ապրում, դու ճանաչեցիր, մանավանդ որ ճանաչվեցիր, եւ դա էլ է փորձառություն։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր քրիստոնյա, երբ որ ճանաչվում է Աստծո կողմից, դա փորձառություն է, դա ինքը նկատում է դա, ինքը հասկանում է, որ Աստված պատասխանեց իր սիրուն, եւ քո սերը ուրեմն քո սիրո պատասխանել Աստված տվեց, այսինքն սա այդ ցիկլը ունես այդ փորձառությունը եւ ասում է տես այդ վայրեջքը որ դու ունեցել ես ինչքան աղքատիկ կյանք է եղել համեմատի մի հատ փորձի հասկանալ դա այնքան կարևոր բան է անկեղծ ասեմ այս դեֆիցիտը կա երբեմն ինձ համար եմ ուզում խոստովանեմ ես հասկացա որ այդ անկումներ ինձ օգնում են համեմատելու եւ մի նոր վերելք մի նոր թրիշկ մի նոր ավելի սերտ ճանաչողությամբ ձգտում փափակ բարձրացնի մեր մեջ ճանաչելու մերձենալու նույնականացվելու Տիրոջ հետ Հովհաննես եղբայր շատ շնորհակալ եմ Ամեն 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 եւ նորից կրկնեմ ճանաչությունը Աստծուն ճանաչելը անպայմանորեն տանելու է նրան սիրելու անպայման իհարկե այո եթե ոչ մնում է պարզ ինչ որ գիտելիք ունենալ նրա մասին շատ ճիշտ եք Հովհաննես եթե ճանաչություն կամ սեր չի առաջ բերում այդ գիտելիքը ուրեմն խորթ ենք մենք գիտելիք ունենք մեր ոչ թե հոր այլ ինչ են ասում դրան հերացու նա մեծ համար ինչ որ մի ուրիշ բարի հա մի մեծ կապ չունեցող ես իմ համար sense գիտելիք եմ ստեղծել որ նա հայր է հերացու է ինչ որ պետք է այս հատկությունը ունենա պետք է ընծնի որտեվ հայր է պետք է երբեք չի ասում սիրում եմ ասում է պետք է այո Աստծո որդին չի ասում պետք է ասում է սիրում եմ ամեն ես կարող եմ օրինակ իմ մանկության ժամանակ ես դե ով չի ունեցել այդպիսի փորձառություն ասենք հարևանի հորը ինչ որ բան խնդրեմ ինքից համար անի կամ օգնի ինչ որ իր վիճակի մեջ իրան եմ խնդրել հայրս կողքից չի եղել ինքն է եղել օրինակի համար բայց ես հայր ունեմ չէ սրանք տարբեր բաներ են ասենք մարդիկ կարող է խնդրեն Տիրոջ ինչ որ բան Տեր իրանց համար անի բայց դա չի նշանակում որ դեռ Աստծո որդու այդ կարգավիճակը կա դա ուրիշ փորձառություն է ինչպես դուք ասեցիք Հովհաննես եղբայր այո ճանաչել եւ ճանաչվել երբ որ մենք համեմատություն ենք անում մեր բնական երկրային կյանքի որդի հետ մենք առողջ հարաբերություններն ենք վերցնում որ համեմատենք մենք չենք վերցնում այն հիվանդագին դեֆեկտավոր դեպքերը որտեղ դրանք բացառիկ բաներ են երբեմն այո ասացիդ պես ես հանդիպել եմ որ այդ հերացու որ ես ասացի ավելի հոր սիրո դեր է կատարում քան բուն իր կենսաբանական հայրը այսպիսի դեպքեր էլ այո ճիշտ եք շատ ճիշտ եք առողջ բաների հետ ենք համեմատում այո չէ ես ուզում ասենք վիրավորել այն մարդկանց ովքեր կենսաբանական հայր չեն բայց շատ ավելի սիրող ավելի լավ հայր են եւ նմանապես
այն զավակները, որոնք այդ իրավիճակի մեջ են, սիրում են իրենց ոչ կենսաբանական հորը։ Ես հասկանում եմ, այդ դեպքերը կան տարօրինակ հակառակ բաներ, որը այս աշխարհի բնույթը, աշխարհի մեղքը բերել է դրան, որ սեփական հայրը ավելի ոչ պատասխանատու ձևով է վարվում, քան ասենք մյուսը, որը իր կենսաբանական հայրը չէ։ Այսպիսի դեպքերը կան, իհարկե դա աշխարհի մեղքի հետևանքներն են, դրանք հետևանք են, բայց մենք վերցնում ենք իհարկե առողջ դեպքեր, որպեսզի համեմատենք հոգևորի հետ։ Բնականը համեմատենք հոգևորի հետ, մենք բնական առողջ բաներ ենք վերցնում, որ ճիշտ է, որտեղ Հիսուսն էլ համեմատություններ էր անում, բայց առողջ բաներն էր համեմատում, օրինակ ասում էր, դες դաշտի ծաղիկները, որ ինչպես են հագնված, գեղեցիկ, որ Սողոմոն անգամ այդ հարստության մեջ չուներ այդ տեսակ հագուստ, ինքը չի վերցնում այն ծաղիկը, որը չորացած կամ հիվանդացած, ինչ որ հիվանդության պատճառով սկի գույներ չկա, որ այդ ծաղիկները չի վերցնում, ինքը վերցնում է առողջ օրինակներ։ Ամեն, ովանես եղբայր։ Թեև վերցնում է ինչ-որ, ասում է, այս ծաղիկն էլ, որ այսպիսին է, նա ժամանակավոր է, կամ ինքը պչի, և նրա չորանա, հետքներ չի մնա, էդ էլ է ասում, որտև դա էլ է նրա բնույթը, բայց առողջ բնույթ է։ Դերը թողորդնի ինչև է, մնացածը ես վստահ եմ, որ Սուրբ Հոգին կշարունակի իր ուսուցումը մեր եղբայրների և քույրերի սրտերի մեջ։ Ամեն, Հովհաննես եղբայր, շատ շնորհակալ ենք Տեր օրհնի քեզ այս հրաշալի թեմայի համար։ Քո աղոթքով կխնդրեմ, որ ավարտենք եթերը։ Աղոթենք եթերս։ Այո, մեր սիրելի երկնավոր Հայր, մենք նորից առնչվում ենք քո հիանալի սիրող գերբնական մեծության հետ։ Քո խոսքերիդ մեջ դու ես խոսում, քո խոսքերիդ մեջ ձայն կա, որը լսելի է քո որդիների համար։ Անուշ է այդ ձայնը, անգամ եթե այն հանդիմանող է, անգամ եթե այն խրատող է։ Տեր, շնորհակալ ենք այդ ամեն վերաբերմունքի համար, որ դու ունես մեր հանդեպ։ Ամեն, Տեր։ Մենք սիրում ենք քեզ, Տեր, եւ այդ սերը վստահություն է տալիս մեզ, որ մենք էլ ճանաչված ենք քո կողմից որպես քո որդիներ։ Հետևաբար, ինչ մեծ ուրախություն է դառնալ քո սիրո պատասխան։ Ամեն, Տեր, ամեն։ Շնորհակալ ենք այս ամեն բանի համար։ Թող ամեն բան ծառայի միայն քո փառքի, քո այդ սիրելու եւ սիրվելու հանդիպմանը, որպեսզի դու փառավորվես ամեն բաների մեջ եւ քո որդի Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, որով մենք քեզ խնդրում ենք այս աղոթքը։ Ամեն։ Ամեն։ Փառք քեզ, Տեր։ Փառք Տիրոջը, Հովհաննես եղբայր, իրոք շատ շնորհակալություն այս հրաշք թեմայի համար։ Քեզ նորից հանդիպելու փափագով ասում ենք ստեսություն, Տեր օրհնի քեզ, օրհնված եւ պատխաբեր հաջողված եղիր եղբայրս։ Իսկ այո, սերի քույրեր եղբայրներ, մենք առաջ Աստված կհանդիպենք երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։ Ժամանակը պիտի փրկես իսկ տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջին հայացքով որդի ասում։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոտ չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար են։